Ցավալի դեպք Նորթ Հոլիվուդում։ Գլենդելի հրշեջ փրկարաններից մեկը, ով այդ պահին ծառայության մեջ չի եղել, չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է իր կնոջ սպանության գործով։ Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության LAPD ոստիկանները ժամանել են 5600 Սացումո Ավենյու Բրբանկ բուլվարդի մոտ առավոտյան 5:30-ից քիչ առաջ։ Նրանք տան ներսում հայտնաբերել են զոհին, նույնականացված որպես 55-ամյա Մայրա Հիմենես, ով ըստ ոստիկանության ստացել է ծանր վնասվածքներ և մահացել դեպքի վայրում։ Գլենդել քաղաքի իշխանությունները հայտարարություն են փոխանցել, նշելով, որ Glendale Fire Department-ը LAPD-ից տեղեկացվել է, որ իրենց աշխատակիցներից մեկը ձերբակալվել է դեպքի հետ կապված։ LAPD-ն գլխավոր քննչական մարմին է և գործը շարունակվում է, նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։ Գլենդել քաղաքը կասկածյալին նույնականացրել է որպես 45-ամյա հրշեջ պարամեդիկ Էնդրյու Խիմենես, ով ծառայել է Գլենդելի հրշեջ ծառայությունում սկսած 2008 թվականի ապրիլի 28-ից։ Նա անմիջապես հեռացվել է աշխատանքից և գտնվում է վարչական արձակուրդում։ Դատարանի տվյալներով նա բանտարկվել է սպանության կասկածանքով և նրա համար սահմանվել է $2 միլիոն գրավ։ Դեպքի վայրում աշխատող քննիչները հայտնել են, որ Մայրա Հիմենեսի մարմինը հայտնաբերվել է տան ներսում, վնասվածքները բնութագրվում են որպես բութ ուժի հարվածներ։ Նրանք նշել են, որ հենց ամուսինը Էնդրյու Հիմենեսը եկել և հայտնել է ոստիկանության դեպքի մասին։ Քննիչների խոսքով, ողբերգությունը նախնական տվյալներով ընտանեկան բռնության դեպք է։ Այն, ինչ մենք այժմ հասկացել ենք շատ նախնական փուլում, սա մեկուսացված դեպք է ընտանիքի ներսում համատեղ բնակվող չափահասների միջև։ Հանրային անվտանգության համար վտանգ չկա։ Այն անձը, ով կալանքի տակ է, մեր կարծիքով պատասխանատու է տեղի ունեցածի համար, ասել է լեյտենանտ Գայ Գոյանը։ Մերձավորները հայտնել են, որ զույգը ամուսնացած են 11 տարի։ Նրանք նաև նշել են, որ Մայրա Հիմենեսը աշխատում է որպես ուսուցիչ Wilshire Park Elementary դպրոցում։ Դեպքը նկարագրվել է որպես մարդասպանություն, և քննությունը շարունակում է LAPD-ն։ Քաղաքը հայտնել է, որ կասկածյալը գտնվում է Administrative Duty կարգավիճակում։ Որոշ աղբյուրներ գրում են, որ կնոջ վնասվածքները եղել են blunt force trauma, և դեպքի վայրում հայտնաբերվել է կացին, բայց սա դեռ պաշտոնապես լիովին չի հաստատվել։